Ադրբեջանի հետ խաղաղությանը չեն հավատում քաղաքացիները։ Ես երբեք ոչ Ադրբեջանին եւ ոչ Թուրքիային չեմ հավատացել։ Նրանք մեզ ատում են։ Այնքան բաներ արի մեր գլխին, մենք երբեք նրան պետք է չհավատանք։ Դա անիմաստ բան է, մենք այնքան տղաներ ենք կորցրել, այնքան հողեր ենք կորցրել։ Ոչ մի բան չգիտեմ, չեմ էլ կարա ասեմ, մենակ Աստված գիտի։ Աստծուն են ապավինում մարդիկ, իսկ վարչապետին մեղադրում ու անճար անվանում։ Դու պարտված կողմես, պարզա իրան հետաքրքրություն չի ներկայացնում, դու ինչ ես ուզում։ Փաշինյանը հավատում ասել եմ, բազմիցս ասել եմ, Փաշինյանը մեղ կա, խնդիր ունի առողջական։ Փոխանակազգը զբաղվի այդ խեղճի բուժմամբ, մենք ինչ որ ուրիշ ամեն ինչ իրանից է կախված, իր առողջական վիճակից է կախված։ Ուժեղը հետ են հաշվի նստում, թույլ է ոչ մեկ հաշվի չի նստում։ Երևանցիները վստահ են, հենց անզորությունից է Փաշինյանը շտապում Ալիևի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Դա անզորության նշաններից մեկն է, որ ուրիշ որ երկ չի լինում։ Պատերազմ չգիտեմ, բայց որ խաղաղություն չի լինելու, հաստատ վստահ եմ դրանում, էլի։ Որտեղ վարչապետը ինչ ասում է, հակառակն է լինում դրա։ Վայ, դրանց մասին մի խոսացեք, հա։ Չեմ է նայում տելևիզորը, որ չներվայնանա։ Մարդիկ չեն հավատում, որ Ալիևը ստորագրելու է այդ համաձայնագիրը։ Ադրբեջանի նախագահին պետք է ոչ թե համոզել, այլ ստիպել։ Ալիևի անգաջներից պիտի բռնեն քաշեն որ ստորագրե։ Շատ մեծ պետություններ կան, գերհզոր, որ ուզի կստիպեն արձագանքի։ Հայլուրի հարցախույզին մասնակցած 5 տասնյակ քաղաքացիներից շատերն են դեմ այսպիսի պայմանագրի կնքմանը թշնամի պետության հետ։ Նրանք այլ կերպ են պատկերացնում խաղաղությունը։ Կարող ենք ուրիշ ելք գտնել, կարող ենք շրջապատված ենք։ Պետք է որ գնանք մեր պայմաններով։ Բայց կան մարդիկ, որոնք գուցե էլի անզորությունից դրդված ընդունում են, պայմանագիրը պետք է ստորագրվի։ Թուրքային չէ, ինչի մեր հարևան պետությունն է։ Եթե մենք իրանց հետ խաղաղություն չհաստատենք, լավ չի։ Վերջո պետք է խաղաղություն հաստատվի, անկախ ամեն ինչից։ Մենք գտնվում ենք բալես այդ աշխարհաքաղաքական ամենահակասական, որ չգիտես որն է ճիշտը, որն է սխալը, մի թեթև վրիպում եւ դու կարող ես տանուլ տալ։ Խաղաղությունը մենակլուծի ամեն մի հարցը։ Պատերազմներով անցած այս մարդը նույնպես խաղաղություն է ուզում, բայց պետք է զգույշ լինել։ Ինքը լավ է ճանաչում Ադրբեջանը։ Երևի թե այդ հարցում պետք է շատ զգույշ լինել։ Աննա Գյուլնազարյան, Միլենա Պողոսյան, Հայլուրի համար։